Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Ստեփան Դանելյանը։ Պարոն Դանելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Դանելյան, իշխանություն, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյան եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է թևակողում եւ այսօր Նիկոլ Փաշինյանը այլևս հարց չի տալիս վեհապարին, թե զավակ ունես, կուսակրոնության ուխտը խախտել ես, թե ոչ, այլ ասում է, այո, նա խախտել է եւ նա պետք է վեհարանից հեռանա։ Ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը եւ այս քայլով ինչ փուլ է թևակողում եկեղեցու հոգեվորականության հանդեպ իշխանության քայլերը։ Ինչու է վեհապարի դեմ նման արշավ սկսվել, որն է բուն պատճառը։ Բուն պատճառը ոչ եկեղեցու հետ կապ ունի, ոչ վեհապարի հետ կապ ունի։ Բուն պատճառը շատ ավելի խորն է եւ դա սկսվել է 2001 թվականից գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից, երբ որ նրանք հայտարարեցին, որ պետք է իշխանությունը փոխվի եւ վարչապետը պետք է հեռանա։ Եվ այդ ժամանակ տեղի ունեցավ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը, որտեղ Էրդողանը ըստ էության պաշտպանեց Նիկոլ Փաշինյանին եւ ասեց դա հետագա ցնցումների է բերելու եւ այլն, առավել եւս Ռուսաստանն էլ իր խնդիրներ ուներ Ուկրաինայում, սպասվում էր որ տեղի կունենա այն ինչ որ տեղի կունենա եւ Թուրքիայի միջամտությամբ այս գործող իշխանությունը կարողացավ մնալ իշխանության։ Հաջորդ փուլում կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից ավելի է խորացել եւ այս գործող իշխանության վարչապետի երաշխավորը այսօր Թուրքիան է եւ Ադրբեջանն է, Էրդողանն է եւ Ալիևը։ Եվ որքանով այս վարչապետի կամ այս իշխող խմբակի հեղինակությունը ավելի է թուլանում ժողովրդի մեջ, այնքան ավելի ուժեղ կախվածության մեջ են մտնում Էրդողանից եւ Ալիևից։ Սա է վիճակը։ Եվ այս գործող իշխանությունը ըստ էության գնում է բոլոր զիջումներին, ուղղակի զիջումներ կան, որ ասում է ժամանակը չի, հիմա չեմ կարող, սպասեք մի քիչ ավելի ուշ կլինի զիջումները, հա, այսինքն Արցախը զիջել, Արցախի իրավունքը զիջել է, ըստ էության արդեն ազգային ժողովի նախագահ ակնարկում է, որ ադրբեջանցիներն էլ այստեղ կապրեն, մի քիչ սպասեք, համբերեք, այդ բոլորը ընդունում ենք։ Եվ այս իրավիճակում եկեղեցին որպես կարևորագույն ազգային ինստիտուտ, այսինքն ինստիտուտ, որը գործում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, ինքնուրույն դրսևորումներ է ցույց տալիս եւ Բեռնում այս վերջի ելույթը, որ կաթողիկոսը ունեցավ, դա այն ելույթներն էին, որոնք այս գործող իշխանության բոլոր հիմնական կետերին հարվածում էր։ Չէ, Արցախի էթնիկ զոհերի հարցը, դրանից հետո, այո, վերադառնալու հարցը, արցախցիները վերադառնալու հարցը, հուշարձանների հարցը եւ մնացած այդ բոլոր գերիների եւ պատանդների հարցը, որը Այսինքն սա զուտ քաղաքական հակամարտություն է, այսպես ասենք։ ասենք։ Սա աշխարհաքաղաքական հակամարտություն է ինչ-որ առումով եւ մի ինստիտուտ կա, որը այս ամբողջ հարցերը բարձրացրել է եւ ըստ էության այդ ինստիտուտը այսօր ավելի լեգիտիմ է, քան գործող կառավարությունը, որովհետեւ գործող կառավարության վարկանիշը գնալով ավելի իջնում եւ ոչ միայն վարկանիշն է իջնում, այլ ավելանում է ոչ թե անվստահություն, այլ ատելությունը։ Դուք եթե մարդկանց հետ շփվեք Երևանում եւ Երևանից դուրս, դա ատելություն է արդեն, մի հսկազանգված ատում է այս վարչապետին եւ իր շրջապատին։ Հիմա այս վիճակում, երբ որ գործող իշխանության երաշխավորը Թուրքիան եւ Ադրբեջանը խնդիր է առաջացել եւ մի քանի անգամ իրանք շատ հստակ ասել են եւ Ալիևն է ասել եւ իրենց գլխավոր դեմքերը իշխանության, որ հա մենք գնանք պայմանագիր գործող իշխանության հետ, բայց մեզ այս իշխանությունը չի հետաքրքրում, մեր հայ ժողովուրդն է հետաքրքրում, արդյոք հայ ժողովուրդը ընդունում է այն պայմանները, որ այս իշխանությունը ընդունում է, որովհետև իշխանությունը այսօր կա, վաղը չկա, իսկ հայ ժողովուրդը հետո, երբ որ իշխանությունը փոխվի, ենթադրենք 26 թվականին կամ ավելի շուտ, ինչ է լինելու, հա։ Այդ առումով հոգևոր դասը սպառնալիք է դարձել իրենց համար։ Ոչ թե հոգևոր դաս, այլ եկեղեցին որպես ինստիտուտ, եւ որի հեղինակությունը գնալով ավելի բարձրանում է։ Հիմա այս վիճակում եկեղեցու դեմ պատերազմը դա պատերազմ է հանուն իրենց իշխանության,
որտեղ իշխանությունը կորցնելուց հետո իրենց բազմաթիվ հարցեր կան, տարբեր ատյաններում այդ հարցերը իրենց տալու են։ Եվ այս մահու եւ կյանքի պատերազմ է, եկեղեցու դեմ պատերազմը, սա է այն ամենը, ինչ որ կատարեն, եւ երկրորդը իրենք նաեւ այս գործող խմբակը նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խոսելուց, ստվերային ձևով խոսելուց, ասում են նայեք կամ ինստիտուտ, որը ձեզ անհանգստացնում է։ Այս ինստիտուտի դեմ մենք պայքար ենք անում, լավ գործ ենք չի անում ձեզ համար, այսինքն ժամանակ տվեք մեզ արդեն ինչ-որ պայմաններ, որը այս գործող իշխանությունը ընդունել է դրա կատարելու ժամկետ տվեք, միջև մենք զբաղված ենք եւ ձեր համար լավ գործ ենք չի անում, եկեղեցի ենք ոչնչացնում։ Բայց տեսեք, պարոն Դանելյան, կարծեք թե այս պատերազմը միակողմանի է, Նիկոլ Փաշինյանը պատերազմում է եկեղեցու դեմ, բայց եկեղեցին շատ զուսպ էր վերջին հայտարարությունը, այսինքն եկեղեցին չի իջնում այն մակարդակի, որ պատասխանի օրինակ կուսակրոնության ուխտի հետ կապված։ Այս իրավիճակում, երբ որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար պնդում է եւ ավելի կոշտացնում է իր քաղաքականությունը, ինչ է լինելու։ Այսինքն ինչի մենք ակնհայտես լինելու, ինչ քայլեր կարող է իշխանությունը այսպես գնա առաջ եւ ինչ քայլեր իրեն կարող է թույլ տալ։ Ուրեմն կուսակրոնության ուխտը դա եկեղեցու կանոնադրության հարց չի։ Եկեղեցի եւ պետությունը իրենց հարաբերությունները ճշտում են ըստ եկեղեցու կանոնադրության, որը գրանցված է պետության համապատասխան ատյաններում, այնտեղ կուսակրոնության ուխտը գոյություն չունի։ Կուսակրոնության ուխտը դա եկեղեցու կամ միաբանության, որտեղ եկեղեցին բոլորն են, ովքեր հայ-առաքելական եկեղեցու հետևորդն են, իսկ միաբանությունը դա արդեն միաբանություն են մարդիկ, որոնք մտել են այդ կառույցի մեջ, երթում են տվել եւ այլն եւ ենթարկվում են այդ կառույցի կանոնակարգ։ Այսինքն խոսքը միաբանության մասին է, այսինքն միշտ չշփոթենք այդ բառերը։ Դա այդ միաբանության ներքին կանոնակարգն է, կուսակրոնության ուխտը, որը ոչ բոլորի համար է պարտադիր, որտեղ կան ոչ կուսակրոն քահանաներ։ Ուրեմն այդ ներքին իրենց կանոնադրության մեջ, որը եկեղեցի պետություն հարաբերությունների մեջ կանոնակարգի մեջ չի մտնում, դա պետությանը չի վերաբերվում։ Հիմա այս վիճակում այս գործող վարչապետը քայլեր չունի, ինքը քայլ չունի անելու, ասենք կաթողիկոս հանելու, ինչ պետք է անի, պետք է լինեն բաներ, տեսագրություններ, ձայնագրություններ եւ այլն, որը որևէ հետևանք չունենալու եւ նոր հարցեր առաջացնելու։ Կներեք, պարոն Դանելյան, տեսեք այսօրվա գրառման վերջի հատվածը ինչ է ասում։ Ասում է Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Բեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որպես իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Այսինքն ոչ միայն ասում է, որ պետք է նա հեռանա, այլ օրակարգ է ձևավորելու նոր կաթողիկոսի։ Երեկ էլ ասում էր, որ ժողովրդին պետք է վերադարձվի եկեղեցին։ Այսինքն ոչ միայն հեռացնելու խնդիր է դրված, այլ նաև նոր մարդով փոխարինելու եւ նոր օրակարգ եկեղեցու շուրջ կառուցելու։ Եվ եկեղեցին վերադարձնել ժողովրդին։ Ժամանակին իրենք ասում են, որ պետք է սահմանադրական դատարանը վերադարձնել ժողովրդին։ Հրայր Թորմասյանի գրիչը հիշեցրեց մի քիչ այս պատմությունը։ Դատարանները վերադարձնել ժողովրդին եւ իրենք ասում են, որ ժողովրդի կամքը ամենաբարձրն է եւ նույնիսկ դատական գործընթացների ժամանակ դատարաններն են շրջափակում եւ ասում են ժողովուրդը պետք է որոշի, թե դատավորը ինչ վճիռ պետք է կայացնի, պարզ է, որ դատարանները ժողովրդին չեն պատկանում, դատարանները ենթարկվում են օրենքներին, եւ այդ ժողովրդի կարծիքը էական չի։ Նույնը այստեղ, այսինքն այս դեմագոգիկ պոպուլիստական լոզունգը արդեն չի աշխատում։ Հիմա իրենք ինչ են ուզում անել, ասում են մի անգամ էլ օգտագործել հանգարց կարող է ստացվի եւ ժողովուրդ անեն, շրջափակեն Էշմիածինը, բայց քանի որ իրենց բարկանիշը իջել է եւ արդեն ատելություն է գեներացվում իրենց այդ իշխող ընտանիքի հանդեպ ընդհանրապես էլ գնալով ավելի է խորանում, այս ժողովուրդը կարող է իրոք դուրս գալ եւ պաշտպանել եկեղեցին։ Ինչ վերաբերում է կուսակրոնությանը, կուսակրոնությունը դա քրիստոնեության սկզբնական շրջանում պարտադիր չի եղել, դա եղել է 5-րդ դարում է
տենց մտել, իսկ կաթոլիկ եկեղեցին 12-րդ դարում են այս վերջնական վճիռ ընդունել, որ բոլոր հոգևորականները պետք է կուսակրոն լինեն, հայ ցելիբատը լինի, եւ հիմա ամբողջ այս քրիստոնեական աշխարհում գնում է այդ խոսակցությունը, որ պետք է դրանից հրաժարվել կամաց ձև գտնել, եւ հայ եկեղեցում նույնպես այդ քննարկումները փակ իհարկե եղել են։ Իհարկե դա նորմալ երևույթ է, կուսակրոնությունը մարդկանց հոգեկան, ֆիզիկական տառապանքների ենթարկում բացարձակապես անիմաստ, առավել ևս որ Հիսուսի առաքյալներն են եղել ամուսնացած, ընդհանրապես նման խնդիր չի եղել, ես կարծում եմ սա շատ լավ առիթ է, որ եկեղեցին իր մեջ ուժ գտնի եւ ինչ որ հանգուցալուծման գալ եւ այդ կուսակրոնության հարցը ընդհանրապես պետք է հանել, որտեղ դա նորմալ երևույթ չի եւ որևէ իմաստ չունի այսօր։ Պարոն Դանիելյան, դուք եկեղեցու դեմ իշխանության քայլերի հերթականությունը ասեցիք, իսկ ինչպես պետք է այս իրավիճակում իրեն պահի եկեղեցին, շարունակի լուռ մնալ, որովհետև ուզենք թե չուզենք, ամեն դեպքում հանրության մոտ այդ տեսակետը կա, որ թող հստակ պատասխանեն, թող հստակ պատասխան հնչի։ Հանրության մոտ նման տեսակետ չկա, ես չեմ կարծում, որ նման տեսակետ կա։ Նորից եմ կրկնում, սա եկեղեցու կաթողիկոսի հարց չի, սա կաթողիկոսի անձնական կյանքի հարց չի, ընդհանրապես դա չի խնդիրը, դա խնդիրը այն է, որ մենք ունենք մի իշխանություն, որը գտնվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի վերահսկողության տակ, եւ այդ իշխանության քայլերին համազգային ինստիտուտ կա, որը խանգարում է եւ որը դիմադրության դրոշն է բարձրացրել։ Հիմա բնականաբար մենք այդ ինստիտուտը պետք է պաշտպանենք, իսկ մտնել կուսակրոն չի անկողմ։ Հիմա դրա ժամանակը չի, կուսակրոնությունն էլ այդ հարցը ես ասացի պետք է լուծում գտնի եւ պետք է դրանից հրաժարվել։ Իհարկե դա նորմալ երևույթ է, մնացուկ է, որ ընդհանրապես քրիստոնեական ուսմունքի տրամաբանության մեջ սկզբնական շրջան չի եղել։ Հիմա ինչ անի եկեղեցին։ Եկեղեցին ինչ անի։ Եկեղեցին իհարկե չպետք է մտնի այն դաշտը, որը այս վարչապետի հոգեհարազատ դաշտն է, հա, ատելություն գեներացնել, կոմպրոմատներ օգտագործել, հայհոյանքներ օգտագործել, սա իր դաշտն է, եթե դու մտնում ես իր դաշտում դու պարտվելու ես, որովհետև այդ դաշտում այդ մարդը սկզբունքներ չունի, արժեքային համակարգ չունի, դաստիարակություն չի ստացել, ինքը չունի կարմիր գծեր, ոչ միջանձնային հարաբերություններում, ոչ օրենքների եւ սահմանադրության հետ կապված, սա հատուկ մի հատ երևույթ է այդ անձնավորությունը։ Հիմա մտնել այդ դաշտ պայքարել իր հետ, իհարկե դա անիմաստ է, եկեղեցին պետք է իրեն պահի որպես եկեղեցի, ինքը պետք է իրեն ծանր պահի, պատասխանները տրվում են, հայտարարությունները արվում են շատ ճիշտ, շատ զուսպ հայտարարություններ, եւ սա ավելի է անորոշության մեջ գտնում այս իշխող խմբակին, իրենք ավելի վատ վիճակում են հայտնվում եւ պետք է թող իրենք իրենց քայլեր անեն, եթե իրենք փորձեն ուժային քայլեր անել, ապա շատ լավ մենք կտեսնենք, թե հանրությունը իրեն ինչպես է պահում եւ ինչպես կարձագանքի դրան։ Իսկ ինչ է կարծում, ինչպես կարձագանքի մենք ունենք, այո, այդ հանրությունը, որ կգնա, կկանգնի եկեղեցու հոգեվորականի կողքին։ Ես վստահ եմ, որ կա։ Ժամանակը կգա, կտեսնենք։ Կարծում եք Նիկոլ Փաշինյանը ձեր ասած այդ կոմպրոմատները հանրությանը չի ներկայացնի, այսինքն չի գնա այդ քայլով հանրության մեջ դժգոհություն սերմանելու եկեղեցու հանդեպ։ Այսինքն դժգոհություն սերմանել, երբ որ վարկաբեկիչ նյութերի մասին է խոսքը։ Այսինքն երբ որ ինչ որ երկու հոգի սեքսով են զբաղվում, դա վարկաբեկիչ նյութ է։ Դե խոսքը հոգևոր դասի մասին է։ Այն հոգևոր դասի իրավունք չունի։ Կուսակրոնության ուխտը խախտում է, պարոն Դանիելյան։ Կուսակրոնության կողքը միշտ է խախտվել եւ այդ դեպքում թող Գրիգոր Լուսավորիչին սրբությունից սրկեն, որ ընտանիք է եղել եւ իր սերունդներն էլ կաթողիկոսներ են եղել, ինձ թվում է այդ ժամանակները անցել է։ Ինչ վերաբերում է նրան, որ սրանք դրան ընդունակ են, իհարկե ընդունակ են։ Մենք ունենք մի մարդ, որը ամեն ինչի ընդունակ է։ Գիտեք ինչա, մեր տեսակետով ինքը կանոններ, կարմիր գծեր, էթիկայի կանոններ եւ այլն խախտում է։ Իր տեսակետից ինքը չի խախտում, որովհետև ինքը դա չունի։ Իր մոտ այդ կարմիր գծեր կարելի է, չի կարելի, ամոթ է, անընդունելի է, բան չկա այդ մարդու մոտ։ Ինքը իրականում որևէ կարմիր գիծ չի խախտում, ինքը չունի այդ կարմիր գծերը։ Բայց այստեղ առաջանում է ուրիշ հարց։ Եթե ինքը կոմպրոմատներ օգտագործի, դա ինչ է նշանակում, դա շատ լուրջ հետևանքներ կունենա,
հետագայում իհարկե եւ նաեւ հատուկ ծառայությունների համար, նաեւ իր համար եւ այդ մարդիկ պետք է հասկանան հատուկ ծառայությունները, երբ որ մարդկանց անձնական կյանքին հետևում են, դա օրենքի խախտում է եւ պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Իսկ եթե գործող իշխանությունը տալիս են դա արդեն լուրջ հանցագործություն է, դա վերաբերում է սպաներին եւ ԱԱԾ աշխատակիցներին եւ ոստիկանության աշխատակիցներին, որոնք մարդկանց անձնական կյանքը անօրինական ձևի հետևում են։ Եվ նաեւ այս վարչապետին է դա վերաբերում, որովհետեւ երբ որ ինքը հատուկ ծառայությունների անօրինական բաների ձեռքում է հայտնվում եւ ինքը օգտագործում է եւ սպառնում է, որ օգտագործի, դա ծանրագույն հանցագործություն է, հիշեցնեմ Նիքսոնը ինչի համար ինքը հրաժարական տվեց։ Ինքը հրաժարական տվեց ոչ թե նրա համար, որ ընտրությունների ժամանակ մյուս թիմի գաղտնալսումներ էին անում այդ հյուրանոցում Watergate-ի, այլ նրա համար, որ ինքը սպիտակ տանը զրույցներ ունեցել, որտեղ ուզել է ուղղորդի ՖԲՌ-ի աշխատակիցներին, որ այսինչ քննիչին մի թողեք գործը հետաքննի, սա արեք, այսինքն ինքը անօրինական հրահանգներ է տվել հատուկ ծառայություններին, դրա համար է ինքը հրաժարական տվել, եթե չտար impeachment տեղի կունենար։ Այսինքն սա այն օրինակն է, որ գործող իշխանությունը հատուկ ծառայությունների անօրինական նկարահանումները օգտագործում է իր մրցակիցների դեմ։ Սա ծանրագույն հանցագործություն է եւ եթե այս մարդը ինքը բոլոր գծերը խախտել է եւ ինքը ամեն ինչի պատրաստ է, այդ սպաները եւ աշխատակիցները ԱԱԾ-ի ոստիկանության պետք է իմանան, որ իրենք պատասխան են տալու։ Դե ասում այսօր, որ ես կարող եմ ապացուցել փաստերով, այդ փաստերը իր մոտ ինչպես են հայտնվել, այդ փաստերը ով է իրեն անուղղակի խոստովանում է, որ ունի այդ ամեն ինչի ձեռքի տակ, իսկ ունի եւ հատուկ ծառայությունները հանցագործ կառույցներ են։ Սա դա է նշանակում, ինքը հանցագործ է, ինքը այդ ճանապարհը անցել է, ինքը խնդիր չունի։ Այդ ծառայությունները հանցագործություն են իրականացնում, դա տալով այդ անձնավորությանը եւ դրա հետևանքները շատ լուրջ է լինելու։ Եվ եթե ինքը նման ապացույցներ փորձի բերել, դա արդեն լուրջ քրեական գործեր կարելի է հարուցել եւ ստեղ իրավաբանները մեծ աշխատանք ունեն անելու։ Ճիշտ ասած, ես փորձ չգիտեմ այդպեսի, պարոն Դանելյան, երբ որ իշխանությունը ճնշում է գործադրում եկեղեցու հանդեպ եւ վեհապառը հեռանում է, բայց դուք բացառում եք նման հնարավորություն, այսինքն հնարավոր է, որ ինչ որ պահի այս իսկապես ճնշումներ ազդեցություն գործեն եւ վեհապառը հեռանա։ Որ ճնշումները։ Իշխանության ճնշումները։ Կոնկրետ ինչ ճնշումները։ Նման քայլեր, նման հայտարարություններ, նյութերի տարածում, այսինքն ինչ որ ձևը բարոյական դաշտում ճնշումներ, ինչպես նկատեցիք, հնարավոր նաև ուժային, չգիտեմ։ Այսինքն այդ տարբերակը ընդհանրապես գոյություն ունենալու իրավունք ունի, այսինքն կարող է լինել նման բան։ Նման բաներ իհարկե կարող են լինել, բայց նման բաները երևի n անգամ ավելի շատ էս իշխող խմբակի մոտ կարելի է գտնել եւ իհարկե դրանք երևի կան եւ բաղուցվանից կան, բայց ես չեմ կարծում, որ եկեղեցին այդքան թույլ գտնվի, կաթողիկոսը այդքան թույլ գտնվի, դա ներելի կլինի, եթե ինքը տեղի տա։ Իսկ ինչ վերաբերում է ուժային քայլերին, թող ուժային քայլեր անեն եւ կտեսնենք, թե հակադարձումը ինչպեսին կլինի։ Եկեղեցում տեսնենք առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն, բայց անցնենք մի քիչ քաղաքական զարգացումներին։ Պարոն Դանելյան, տևական ժամանակ երկու ընդդիմադիր թևերը միմյանցից վարչապետի թեկնածու էին պահանջում առաջադրել եւ վերջապես Պատիվունեմը երեք հայտարարեց, որ առաջադրում է Մասիսի քաղաքապետին որպես վարչապետի թեկնածու։ Ինչ է կարծում, հնարավոր է այս տարբերակում հաջողություն ունենա impeachment։ Եկեք լուրջ թեմաներից խոսանք էլի։ Այդքան չմանրանանք անլուրջ թեմաներով մասին խոսելուց։ Աբսուրդ է դա իհարկե, խոսելու բան չկա, թեմա չկա խոսելու։ Այսինքն որքան մենք այս թեման քննարկում ենք, այնքան ոնց որ լրջացնում ենք, ինչ որ լուրջ գործընթաց է գնում, լուրջ տեխնացու կա, այ քննարկենք, հնարավոր է դա լինի, հնարավոր։ Լուրջ տեխնացու։ Թե գործընթացն է անլուրջ։ Ամեն ինչն է անլուրջ։ Սա ֆարս է ամբողջովին եւ նույնիսկ քննարկելը իմաստ չունի մտնել դրա մեջ քննարկել այդ հարցը։ Վերջը Նիկոլ Փաշինյանն էս ամեն ինչից հետո առավել եւս ինչ որ ձևով հնարավոր է միջև 26-ը հեռացնել։ Ես հույս ունեմ, որ ինքը
ուժային գործողություններ կիրականացնի եկեղեցու դեմ եւ կլինի համապատասխան պատասխանը եւ ինքը մինչեւ 26 թվականը չի ցկի։ Շատ հետաքրքիր հայտարարություն եք անում համապատասխան հանրության կողմից, թե հենց եկեղեցու կողմից։ Հանրության կողմից բնականաբար եկեղեցին ինքը ինքնուրույն չի կարող ինչ-որ քայլեր անել, եթե չկա իր կողքը հանրությունը։ Իսկ հանրությունը այսօր ավելի շուտ եկեղեցու կողմն է, քան գործող իշխանության։ Հենց իշխանությունն էլ մեղադրում է եկեղեցուն առաջին հերթին դրա համար, որ քաղաքականության մեջ է խառնվել, անձամբ դերակատարներ են հոգևորական քաղաքականության եւ դրա համար է այս ամեն ինչը ծավալվել եկեղեցու շուրջ առաջին հերթին։ Ուրեմն Ռուսաստանը դուք գիտեք ինչ երկիր է, հա, բավականին կենտրոնացված եւ վերահսկելի եւ 2000 թվականին ռուս եկեղեցին իր սոցիալական հայեցակարգներ պատրաստել եւ հրապարակել, որտեղ կա մի կետ, եթե գործող իշխանության քայլերը, այստեղ բառացի ձևակերպումը չեմ գտնում, եթե քրիստոնեական բարոյականության եւ քրիստոնեական ինչ-որ արժե համակարգի դեմ գնա իշխանությունը, ապա իրենք հայրենիքը եւ իշխանությունը, այդտեղ բառացի չեմ հիշում, իրարից կզատեն։ Այսինքն եկեղեցին դուրս կգա իշխանության դեմ։ Եվ նաև շատ բողոքական եկեղեցիներ կան որոշ, որտեղ գրված է, որ ինչ որ դեպքում թույլատրելի է նաև իշխանության անձի սպանությունը, եթե ինքը որևէ կարմիր գծեր անցնի, այսինքն սոցիալական հայեցակարգի մեջ կետեր են։ Այսինքն, եթե մենք խոսում ենք քաղաքականության մասին, դա մի բան է, բայց եթե գնում է ինքնության դեմ, արժեքային համակարգի դեմ, այն հիմքի դեմ, որի վրա ձևավորվել է այս ազգը եւ այս պետությունը, ապա իհարկե եկեղեցին եւ բոլոր մյուսները պարտավոր են իրենց խոսքը ասել։ Սա արդեն քաղաքականությամբ զբաղվել չի։ Այսինքն ամեն քաղաքացի Հայաստանի կարող է իր խոսքը ասել, անկախ հոգևորական է թե ոչ, այդ տեսանկյունից եկեղեցին որպես քրիստոնեական կառույց, երբ որ իր արժե համակարգին են կպնում, ինքը կարող է եւ պետության դեմ դուրս գալ։ Այսինքն նայեք, եթե գույքահարկի բարձրացման մասին է խոսքը գնում կամ ինչ-որ նման կարգի հարցեր եւ եկեղեցին ասում է ես դեմ եմ գույքահարկը բարձրացնելուն կամ իջացնելուն կամ աղբահանության համար այս գումարը ճիշտ չի եւ եկեղեցին մտնում է պայքարի մեջ, դա քաղաքականությամբ զբաղվել է կոչվում։ Բայց եթե արժե համակարգին են հարվածում, եկեղեցին պարտավոր է իր խոսքը ասել եւ դա բոլոր նաեւ ցիվիլ երկրներում ընդունված է, այսինքն ինչ որ սահման կա, որը եթե իշխանությունը փորձում է անցնել, եկեղեցիները իրենց խոսքը ասում են եւ մտնում են քաղաքականության մեջ եւ ես ռուսական եկեղեցու սոցիալական հայեցակարգից օրինակ վերեցի, որ իրենք ուղղակիորեն հայտարարում են, որ իրենք չեն ենթարկվելու իշխանությանը։ Իշխանափոխությունը կարող է լինել եկեղեցու ոչ քաղաքական կամ անելիքներից մեկը։ Ոչ եկեղեցու անելիքներից մեկը չի կարող լինել իշխանափոխությունը, ուղղակի դա կարող է լինել այն դրդապատճառը, որ հանրությունը դուրս գա եւ ուժային եղանակով փոխի իշխանությունը։ Մենք այս ընթացքը, պարոն Դանիելյան, երբ որ դիտարկում ենք, հասկանում ենք, ինչպես սկզբում նշեցիք, որ եկեղեցին Բեռնում հայտարարություն արեց ու նոր թափով սկսվեց այս ամեն ինչը, բայց իշխանությունն ասում է դուք ինչու եք հարցը նեղացնում, հիշեք, ինչպես եկեղեցին կանգնեց եւ հրաժարական պահանջեց պատերազմից հետո։ Այդ իսկ պահից եկեղեցին խառնվում է իշխանության գործերին։ Ոչ, եկեղեցին չի խառնում իշխանության գործերին, եւ եթե հայրենիքի կորուստը տեղի ունենում, սա արդեն քաղաքականություն չէ։ Սա այն դեպքն է, որ յուրաքանչյուրը նաեւ եկեղեցին կարող է իր խոսքը ասել, եկեղեցու թեմ է ոչնչացել այնտեղ 1000 տարուց ավել արժեքներ համալիրներ են այնտեղ հայտնվել եւ հիմա ոչնչացվում են, դա եկեղեցուն չի վերաբերվում։ Եթե զուտ նեղացնենք, այ եկեղեցու խնդրի վրա կանգնենք։ Ժառանգությունից խոսեք, ասում են, բայց մի խոսեք իշխանափոխությունից, ասում են, այո, այդ ժառանգությունը պետք է պահպանել եկեղեցին, պետք է ժառանգությունից խոսել, բայց երբ որ մտնում է քաղաքականություն եւ հիշեցնում են Բագրատ Սրբազանի պայքար, ասում են բեհապարը օրհնությամբ ինքը սկսեց այդ ամեն ինչը։
Այդ ամենը նշանակում է արդեն քաղաքական հակառակորդ դառնալ եւ պատասխանն է լինում է քաղաքական հակառակորդի պես։ Երբ որ երկիրը վտանգի մեջ է հայտնվում, սա արդեն քաղաքականության հարց չի։ Երբ որ երկիրը իր տարածքն է կորցնում եւ որի երաշխավորը գործող իշխանությունն է, հա, սահմանադրությամբ տարածքային ամբողջականության երաշխավորը կառավարությունն է, ճիշտ է, իշխանությունն է։ Հիմա ջերմուկում տարածքներ են կորցրել։ Ինչի իրենք, եթե այդքան օրենքներ սիրող են, այդ պատասխանատվության չեն ենթարկվում տարածքներ կորցնելու համար։ Սա արդեն հայրենիքի կորուստ է նշանակում, որտեղ այո, եկեղեցին կարող է մտնել քաղաքականության մեջ, բայց ես չեմ համարում դա քաղաքական հարց։ Սա երկրի գոյության հարց է։ Լավ, ինչով կավարտվի այս ամեն ինչը։ Արդյոք, որովհետև հիմա այդ քննարկումն էլ կա, եկեղեցին կպարտվի իշխանությանը, չի պարտվի, եթե չի պարտվի, ինչ իրավահարաբերություններ կունենան։ Այսինքն այս ամեն ինչի վերջնակետը դուք ինչպես եք տեսնում։ Նայեք, ես օրինակ պատկերացնում եմ, թե այս գործող կառավարությունը ինչպես կարող է պարտվել եւ հեռանալ սպառազից։ Սա պատկերացնում եմ։ Հնարավոր է դա պատկերացնել։ Բայց ինչ է նշանակում եկեղեցու պարտությունը, դա ես չեմ հասկանում ինչ է նշանակում։ Այն ինչ պետք է լինի, որ եկեղեցին համարենք պարտված։ Ոնց կարող է եկեղեցին պարտվի։ Ես դա չեմ պատկերացնում։ Դե եթե հաջողվի իշխանությանը վեհապարեն հեռացնել վեհարանից, ինչպես իրենք են ասում, ուրեմն կստացվի, որ ինչ որ ձևով հաղթեց իշխանությունը։ Ես շատ նորից եմ կրկնում, թող իրենք անեն իրենց ուժային գործողությունները, եւ ես վստահ եմ շատ հետաքրքիր զարգացումներ կլինեն։ Երբ որ արտաքին մարտահրավերները շատ են բանդանելիան, սահմանների մեր գրակում են, արտաքին աշխարհում մենք տեսնում ենք ինչ վերադասավորումներ են կատարվում, ներսում այս ամեն ինչը սկսել եւ ձեր ասած այդ երբ որ արդեն քաոս կլինի, եկեղեցու դեմ կհանեն ուժեր, եկեղեցու դեմ կհանեն մարդկանց որոշակի քանակ, այս ամեն ինչը ներսից չի հյուծում երկիրը։ Իհարկե հյուծում է։ Երբ որ դուք գնում եք մարդկանց հետ խոսում եք Երևանում, շրջաններում, գյուղերում, իրենք ինչ են ասում։ Իրենք ասում են մենք հոգնել ենք այս ատելության մթնոլորտից, մենք հոգնել ենք այս քաղաքական ատելությունից, որը իջնում է միջև ընտանիքներ, եւ այդ թշնամությունը արդեն կոնկրետ մարդկանց մեջ է արտահայտվում, եւ նույնիսկ ինչ-որ փոքր քաղաքներ կան գնում ես, ինչ-որ մեկը մեկի հետ չխոսում, մեկը նիկոլական է, մեկը հականիկոլական է եւ այլն, եւ մարդիկ այս ատելության մթնոլորտից հոգնել են, բայց մի բան մենք պետք է հասկանանք, մենք ունենք մի իշխող խումբ, որը իշխանության է եկել ատելության միջոցով։ Իրենք 18 միջև էտել, բայց 18 թվականից ատելություն սփռելով եկել են իշխանության եւ այդ ատելություն տարածելով կարողացել են իշխանությունը պահել, այսինքն իրենց իշխանության ռեսուրսը հիմնական դա ատելությունն է, ատելություն իրենք ատելությամբ են սնվում եւ այդ տարածում են հասարակության մեջ եւ դա իրենց իշխանության գլխավոր հիմքն է։ Հիմա իրենք հերթական անգամ փորձում են այդ ատելության ռեսուրսը օգտագործել, բայց մարդիկ արդեն հոգնել են, դա չի աշխատում, արդեն սպառվել են, այդ ատելության բանը սպառվել է արդեն մարդկանց մեջից եւ մարդիկ ուզում են այս ամեն ինչը փոխվի եւ այս ատելության ռեսուրսը արդեն չի աշխատում, իրենք հերթական անգամ ուզում են փորձեն, որովհետեւ իրենք ուրիշ գործիքներ չունեն։ Չի աշխատում, բայց շարունակում են թեկուզ ցածր։ Մարդիկ իհարկե հոգնում են, մարդիկ իհարկե այս ամեն ինչից հոգնել են, մարդիկ ուզում են փոխվի, մի քիչ հանգստանան, որովհետեւ 7 տարի անընդհատ ստրեսերի մեջ են գտնվել բոլորը։ Շատ հետաքրքիր կետի հասանք։ Այո, հոգնել են, ուզում են փոխվել, բայց շարունակում է իշխանությունը ցածր թեկուզ վարկանիշով առաջատար լինել ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի։ Ես կարծում եմ, որ արդեն նույնիսկ այդպես չի։ Որտեղ որոշակի սոցհարցումներ են անում, ես կարծում եմ, դեռ արդեն շեղումներ կան, իրենք արդեն առաջատարը չեն։ Ստացվել է Նիկոլ Փաշինյանի մրցակից արդեն կա։ Նու մրցակիցներ արդեն կան։ Այդ մրցակիցները 26-ին են գնում, թե ինչ որ բան կլինի ամեն դեպքում։ Գիտեք ինչ, ես ինքս միշտ կողմ եմ եղել իշխանությունը փոխվի ընտրություններով եւ դա համարում եմ հնարավոր է եւ հատկապես զավեշտալի է, երբ որ մարդիկ են ասում, որ Հայաստանում իշխանությունը հնարավոր չի ընտրություններով փոխել եւ իրենք 20 տարի իշխանություն են եղել։ Իսկ իրենք ուզում են ասեն, որ իրենք մի երկիր են սարքել, որտեղ ընտրություններով իշխանություն չի փոխվում եւ իրենք հանցագործներ են եղել, ընտրություններ չեն եղել։ Աբսուրդ է, հասկանում եք։
Իշխանությունը միշտ ունի որոշակի ռեսուրս, ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելու, բայց երբ որ հանրության մի զգալի մեծ հատվածը դեմ է իշխանությանը, ընտրությունները կեղծել արդեն հնարավոր չի, դա ցույց տվեց նույն Գյումրին, նույն Երևանի ընտրությունները ցույց տվեցին, երբ որ պրոքսի ուժի միջոցով էլ չկարողացան վերարտադրվել, չէ՞, այնտեղ անասնագողությամբ սկսեցին զբաղվել նույն կոմպրոմատների միջոցով։ 26 թվականին դա հնարավոր չի լինելու։ Այսինքն, եթե ոչ ընտրություններով է փոխվում իշխանությունը, մենք կստանանք երկրորդ Նիկոլ, երրորդ Նիկոլ, չորրորդ Նիկոլ, այդ տիպի մարդիկ են կարողանում իշխանափոխություն իրականացնել առանց ընտրությունների։ Իսկ արդյոք մինչև 26 թիվը հնարավոր է ընտրություններ լինեն, իհարկե հնարավոր է, թեկուզ մենք մի տարբերակ հիմա քննարկում ենք, եթե եկեղեցու դեմ ուժային գործողություններ իրենք սկսեն իրականացնել։ Ֆորս մաժորներ կարող են լինել։ Իհարկե ֆորս մաժորներ կարող են առաջացնել, բայց իհարկե իրենք ունեն շատ լուրջ երաշխավորներ իդեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի, որը միշտ փորձեն գալ օգնության։ Ինչ ձևով։ Ցանկացած եղանակներով։ Այս իշխանությունը պատրաստ է նույնիսկ ինչ որ ձևի սահմանային բախումներ հրահարել իր իշխանությունը պահելու համար, հատուկ դրություն մտցնելու համար եւ ինքը իրենք երկխոսության մեջ են համապատասխան երկրների հետ։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։